Կոտես կանցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Կոտես կանցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես Մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը և ասում անակ տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Կոտես կանցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Կոտես կանցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Կոտես կանցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na 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 Զանգն է վերջին Na 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 na
Էս դիհամեցեք, ժողովուրդ հավաքվեք, շուտ արեք, հավաքվեք։ Լսի, ես ինչ ես ցենդ գլուխդ գցել, ինչ ես բոլորին ես դիհամեցեք ասում, մտքինդ ինչ է, կարող է Լի Թումանյանի կամ ասեն Կոմիտասի 150-ամյակ ազգովի նշում ենք։ Այնա տոնեցինք էլի, հիմա ուրիշ կարևոր բանի համար են բոլորին հավաքել էստեղ։ Կարևոր բանի։ Այո։ Վայ դե ասա, սպանեցիր, ասա, ինչի համար ես հավաքում ժողովրդին։ Կարող ես ասել այսօր ինչ օր է։ Այսօր ամսի 25-ն է, ու ինչ։ Իսկ կարող ես ասել այսօր ամսի քանիսն է։ Այսօր կիրակ է։ Չհասկացար։ Չէ։ Իսկ կարող ես ասել ինչի համար եմ այսպես գեղեցիկ հագնվել։ Հա, հասկացա, այսօր հարսանիք ես։ Չէ։ Վայ դե ասա, սպանեցիր, ասա, ինչի համար ես հավաքում ժողովրդին։ Այսօր մեր վերջին զանգն է։ Ճիշտ է, այսօր մեր վերջին զանգն է, իսկ ես դեռ չեմ պատրաստվել, դե դու բոլորին հավաքի, ես էլ գնամ պատրաստվեմ ու բոլորի հետ միասին գանք։ Էս դիհամեցեք, ժողովուրդ հավաքվեք, շուտ արեք, այսօր մեր վերջին զանգն է։ Լսեցեք, ական ջարեք, ջահելներին հայազգի, սիրուն մայրեր, ուսուցիչներ, լավ ուժ դրեք մեր խոսքին, մենք ամենքս հյուր ենք էստեղ, դպրոց եկած են օրից, հերթով գալիս անց են կենում, ուժ թողնելով աշխարհին, անց են կենում տարիները, դառնում անցյալ գեղեցիկ, ու գալիս են նոր սերունդը, փոխարինում նախորդին։ Հենց որ իմացան զանգն է բաժանման, բոլորն այստեղ են, բացակա չկա, դե եկեք սկսենք զանգը մեր վերջին ու ճամփա հարթենք դեպի ապագան, ողջույն բոլորին, բարև քեզ դպրոց, որ այսօր այսքան պայծառ ես ու թանկ, աշխարհը այսօր ծիծաղ է դարձել, զուլալ ու մաքուր, ինչպես վերջին զանգ։ Դե ինչ, եկեք դիմավորենք 2024-25 ուստարվա շրջանավարտներին։ Բեմ ենք հրավիրում դասարանի կարգապահին, ով բնավորությամբ շատ բարի է, հոգատար, Սարգիս Մխիթարյան։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում սրտի հատոր խելքի կտոր Լարիսա Խաչիկյանին։ Բեմ ենք հրավիրում ուտող խմող համով հոտող մի տղայի, ով սուր հումորներ է անում, աղջիկների սրտեր գրավում, Արեն Դունամալյան։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում դասարանի համարձակ աղջկան, ով ունի հետաքրքիր ժպիտ եւ յուրահատուկ գեղեցկություն, Լուսինե Մարտիրոսյան։ Միշտ բացակա, բայց այսօր ներկա, դասարանի համար մի պարթև, դիմավորենք Քոչարյան Պարքև։ Եվ նրա հետ դիմավորենք ոսկեծամ համեստ մի գեղեցկուհու, ով ունի նրբանկատ բնավորություն, Նարինե Մանուկյան։ Բեմ ենք հրավիրում մի տղայի, ով ունի անկոտրուն ոգի, ընկերասեր է եւ խելացի, դառնալու է ծրագրավորող Ռոբերտ Աթիկյան։ Եվ նրա հետ դիմավորենք հետաքրքրասեր մի գեղեցկուհու, ով ունի նրբանկատ բնավորություն, Էմմա Մագոյան։ Դիմավորենք մի երիտասարդի, ով ունի հումորի վառ զգացում, պայծառ երևակայություն եւ ամենակարևորը, թասիբ ունի, աշխարհը չունի, Գագիկ Մագոյան։ Եվ նրա հետ դիմավորենք մի աղջնակի, ով հմայիչ է, գեղեցիկ եւ խելացի, ունի ճարտար խոսք եւ ճկուն միտք, Սուսաննա Բաղոյան։
Դիմավորենք դասարանի պարտաճանաչին, ով միշտ հաճախում էր դասերին, ունի բարի բնավորություն, Էրիկ Թադևոսյան։ Եվ նրա հետ դիմավորենք մի աղջկա, ով շատ զգացմունքային է, միշտ օգնում է բոլորին, անկեղծ է եւ բարեսիրտ, Նունե Մանուկյան։ Բեմ ենք հրավիրում դասարանի եփող, բայց շթափող խոհարար Վարդան Սահակյանին, ով դուրս է եկել 9-րդ դասարանից, բայց մեզ աջակցել է ամեն հարցում։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում դասարանի երկու համեստ խելացի գեղեցկուհիներին, ապագա ֆինանսիստ Սոֆիա Սահակյանին եւ ապագա լեզվաբան Զոյա Սահակյանին։ Դիմավորենք ալարկոտ եւ մեկ-մեկ տխուր, բայց հոգեպես անչափ բարի եւ բոլորին բարին մաղթող մի տղայի, Արեն Համբարյանին։ Եվ նրա հետ դիմավորենք ամաչկոտ եւ բարի մեր դասարանի ապագա բուժքույր Միլենա Մխիթարյանին։ Եվ սրտացավ ու նրբանկատ մի աղջկա, մեր դասարանի ապագա բուժքույր Քրիստինե Հակոբյանյանին։ Բեմ ենք հրավիրում մի խորամանկ տղայի, ով արագ կողմնորոշվում է դժվար լուծելի իրավիճակներում, Տիգրան Աղաբեկյան։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում այն հեքիաթային գեղեցկուհուն, ով երասկոտ է ու երազային, աննման է ու եթերային, Ասիա Տունամալյան։ Ряд, любовный ад, да я так рад, что все прошло, а может быть и не было, и ничего, прощай, прощай, и никогда. Դիմավորենք դասարանի պոզիտիվին, ով միշտ ունի ուրախ տրամադրություն եւ ապարելու մեծ ունակություն, Նվեր Ադամյան։ Եվ նրա հետ դիմավորենք մեր դասարանի ապագա արաբագետին, ով գեղեցիկ գրում է արաբերեն տառերը, Լիլիթ Մխիթարյան։ Բեմ ենք հրավիրում Սևաչյա Հայուհուն, ով միջին հասակով է, բայց մեծ հոգով, միշտ հավասարակշռված է ու վստահելի, Լյուդա Մանուկյան։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում դասարանի ազնիվ հոգով, բարի սրտով աղջկան, Սաթեն Հակոբյանյանին։ Բեմ ենք հրավիրում աշխատասեր մի տղայի, ով միշտ կանգնած է դասարանի կողքին, օգնում է ամեն հարցում, Նորայր Ալավերդյան։ Եվ նրա հետ բեմ ենք հրավիրում դասարանի կանաչաչի աղջկան, ով ունի երգելու եւ գեղեցիկ բարելու մեծ ունակություն, Համեստ Մագոյան։ Եվ դասարանի ամենանրբազգաց աղջկան, ով ունի բարի սիրտ, համեստ է եւ խոհուն, Խանոմ Դանելյան։ Բեմ ենք հրավիրում մի տղայի, ով իր կյանքում միշտ արդար է եւ ճիշտ դատող, հմայիչ ու գեղեցիկը գերադասող, խելացի ու ամեն ինչին հեշտ հարմարվող, նաեւ մաքուր ընկերություն գնահատող Արմեն Հովսեփյան։ Եվ իհարկե, բեմ ենք հրավիրում մեզ համար թանկ մի մարդու, ով մեր կողքին է եղել եւ ուրախ եւ տխուր պահերին, մարդ, ով ուրախացել է մեր ամեն փոքր հաջողությամբ եւ տխրել ամեն անհաջողության համար, ընկեր Մկրչյան։ Եվ վերջապես, բեմում է ուժեղ կամքի տեր Ռաֆայել Մագոյանը, ով հավատարիմ է, ընկերասեր եւ իր հարազատների համար պատրաստ է անել ամեն ինչ։ Եվ բեմում է դասարանի համեստության տիպարը, ով ունի բարձր ճաշակ, նորաձև է եւ տարբերվող, փայլում է իր գիտելիքներով, Անուշ Մագոյան։
ջերմությամբ, սրտի թրթիռով եւ կարոտով է լեցուն այս պահը, եւ վերջին զանգի հպարտ ղողանջով ասես լցվում է արարաշխարը։ Այսօր հնչում է զանգը դպրոցի, այնպես եմ ուզում, որ չվերջանա, թող միահյուսվի մարդկային կյանքին, թող երկրագունդը հավերժ մանկանա։ Այսօր հնչում է զանգը դպրոցի, այնպես եմ ուզում, որ այն ուշանա, այնպես եմ ուզում, որ ժամանակը կանգ առնի հանկարծ եւ դեռ մի քիչ էլ ուշնչի զանգը առազատ դարձած, մեզ դասի կանչող այս ավարտական դպրոցի զանգը։ Համաձայն եք, որ դպրոցական տարիները մեր կյանքի ամենաուրախ, ամենաանհոգ եւ ամենալուսավոր տարիներն են։ Իսկ դու հիշում ես քո անցած ուղին, հիշում ես քո ուզերը, նպատակները, ինչի ես ձգտել դու։ Այնպես եմ ուզում, որ ժամանակի մեքենա լիներ, որը կկարողանար կազմակերպել մի այնպիսի հանդիպում, որտեղ ես կհանդիպեի ինքս ինձ հետ, բայց այն ժամանակ հենց այդ տարիքում։ Ես էլ կուզեի։ Գիտեք, ես էլ։ Կարծում եմ, ես էլ։ Համաձայն եմ։ Լավ, ես էլ եմ համաձայն, բայց բռնողը դու ես։ Բայց ինչի արդար չի, շատ էլ որ ես տղա եմ, չեմ ուզում զիջել։ Եկեք ցելակց։ Չէ, ես կհաշվեմ, փուչիկը ընկավ սեղանի տակ, մի օր վերջ որոշվեց, բռնողը դու ես։ Վազեք։ Տես ինչ անհոգ են, մտածում են ամենաարագը վազեն, որ չբռնվեն։ Դա չէ, մեր նման պարապմունքներ, քննություններ, դասեր, քիթ քորելու ժամանակ էլ չունենք։ Ես ուզում եմ մոտենալ նրանց, ինչ կասեք, մոտենանք։ Մոտենանք։ Բարև փոքրիկ, ինչ ես խաղում։ Բռնոցի։ Ես էլ էի քո տարիքում շատ սիրում այդ խաղը, կուզես միասին խաղանք։ Ոչ, ես ուզում եմ իմ ընկերների հետ խաղալ, դու մեծ ես։ Ճիշտ ես, մեծ եմ, մեծ։ Փոքրիկ, գուցե մենք իրար հետ խաղանք։ Էլի ես մեծիկները, եթե ես մեծ լինեի, գուցե քո հետ խաղայի, բայց հիմա հաստատ չէ։ Գիտես փոքրիկ, դու ինչ չես ճանաչում, բայց ես քեզ շատ լավ գիտեմ, ես գիտեմ, թե ինչ ես դու երազում։ Ու ինչ։ Դու երազում ես մեծանալ, հասակ առնել ու գիտեմ, որ ուզում ես դառնալ ծրագրավորող։ Դու որտեղից գիտես, ես ոչ մեկին չէի ասել։ Որտեղից գիտեմ, նայում եմ քեզ ու հասկանում եմ, թե որքան եմ փոխվել ես։ Ուզում եմ քեզ խորհուրդ տալ, վայելիր այս օրը, վայելիր քո յուրաքանչյուր ակնթարթը։ Այս տարիները էլ հետ չեն գալու։ Դպրոցական տարիները մեր կյանքի լավագույն տարիներն են, մեր ներկայի ու ապագայի խոսուն վկաները։ Լավ սովորիր ու շատ ընկերներ ձեռք բեր։ Դպրոցական տարիների ձեռքբերումները անփոխարինելի են։ Գիտելիքը, որ դու կստանաս, կուղեկցի քեզ ողջ կյանքիդ ընթացքում։ Դու միշտ ժպտա, ամեն ինչում փորձիր գտնել լավը։ Ազնիվ եղիր ամեն հարցում, չընկճվես ու ծնկի չգաս կյանքի ոչ մի դժվարության առջև։ Պատրաստ եղիր ամեն ինչին։ Չգիտեմ դեռ ինչ օրեր են ինձ սպասում, դու գիտեք, որ ինձ տավում են ասում, որտեղ ես կամ այնտեղ եմ թություններ լիքը, նապաստություններ են բոլորին էլ ինձ սպասում,
Առ քո թևերին տար ինձ ժամանակ, ես ետ մնալուց շատ եմ վախենում, հուշերից որքան հեռու եմ կենում, մեկ է, կապում են թևերս նրանք։ Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս այնպիսի մի նոր հավիտենություն, որ խոսքս հազիվ հասած բերանից դառնում է արդեն խորին հնություն։ Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ, փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, տուր ինձ քո հոգին, որ ես շառաչեմ, տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, ինձնից խոսելուց, քեզնից չամաչեմ, ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց։ Դուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, որ չմոլորվեմ քո ոլորտներում և իմ հոգու բարդ տիեզերքի մեջ։ Պարզեցրու զդիր խոհերն իմ խառնակ, առ քո թևերին տար ինձ ժամանակ։ Մարդը աշխարհի իրեն բաժին ընկած փոքրիկ հատվածը կոչել է հայրենիք, հայրենիքի մի անկյունը դպրոց, դպրոցի մի անկյունը դասարան։ Վերջին զանգի ղողաշները վերջակետում են, հիացմունքներով ու հիասթափություններով, խաղաղությամբ ու կռիվներով, տագնապներով ու խռովություններով մի ամբողջ 12 ամյակ։ Բայց հեքիաթն այս երբեք չի ավարտվում, այն կշարունակվի դեռ շատ երկար, քանի դեռ կենթանի է հիշողությունը, և որովհետև ամեն ինչի սկիզբը սերն է, վերջն էլ սերը պիտի լինի։ Գարուն է, մայիս, հրաժեշտի տխուր և ուրախ ամիս, 12 տարի անց են կացրել այս հարազատ դարձած միջավայրում, իր բազմաքանակ անդամներով, իր ավանդույթներով, իր կարգապահական կանոններով, որոնք մենք հաճախ ենք խախտել։ Մանկությունը մի հրաշք էր, որ թավշա այտերով կգվեց իմ դեմքին և գնաց անդարձ, ինչպիսին է լինելու մեզնից յուրաքանչյուրին ժպտացող կյանքի ուղին։ Լսում ես կյանք, քեզ հետ խոսում են մարդիկ, որոնք սխալներին ի պատասխան մինչև այսօր լսել են բարեգութ ուսուցչի ուղումը, նրանց պես շտկիր մեր սխալները, առանց ցավ պատճառելու, չէ որ մենք դեռ պատանի ենք քո ճանապարհին, հավատում եմ, կյանքը որքան դժվար, սակայն լի է հաճելի պահերով, ինչպիսին այս պահն է, այս անկեղծ պահը, հաճախ չի լինում, որ ուրախություն ու տխրությունը միախառնվեն, մեր հոգում լցված այդ զգացումի պատճառը, անշուշտ, մեր զանգն է վերջին։ Դե ինչ, կյանքի ծովում մեր նավակը դեռ կար ճանապարհ ունի անցնելու, այն պետք է շարժվի միշտ առաջ, չէ որ նոր հորիզոնը նոր գաղտնիքներ ունի, իսկ այստեղ մեզ սովորեցրել են ձգտել նորին ու լուսավորին։ Կյանքը հիասքանչ է, իսկ այսօրը մեզ համար պարզապես հրաշք, մեկ այն զակիներից, որ մեկ անգամ է տրվում և ավելևս չի կրկնվի։ 12 տարի դպրոցում մեր հարազատ, հիմա արդեն շունչ կքաշենք մենք ազատ, սակայն դպրոցական այս աշխարհը լուսավոր, ամեն ինչ տվեց մեզ շատ արժեքավոր, ուսուցիչներ խստապահանջ ու դասեր, այնքան երկար, կյանքում առաջին հաջողություն, ծիծաղ, սեր, ուրախություն։ Այո, նաև սարսափելի երկուսներ, գլուխ կոտրուկ ու դժվարին խնդիրներ, նաև դժվարությամբ գրված շարադրություններ, հետո ծնող այդ բացատրություններ, ուսուցիչներին հակադրվելու ու դասից փախնելու համար։ Մենք ամեն ինչ հիշում ենք նաև ներ չարությունները, դաս պատասխանելիս մեր կմկմոցը և տղաների փսփսոցը։ Հուշերն անպակաս են, խոսքերն ավելորդ, չգիտեմ ուր եմ գնալու, չգիտեմ երբ եմ հասնալու, ճամփա է, նստեմ այս քարին, շունչ քաշեմ ու գնամ նորից, գնամ այն ճանապարհով, որ տարիներ շարունակ հարթել ու ցույց եք տվել, դեպի այն լույսն անմար, որ վառել եք մայրաբար։ Թող շարժվի գնացքը, թող սլանա գնացքը կյանքի ու ոչ մի վայրկյան չշեղվի իր ճանապարհից ու որպես ուղեցույց վերցնի անապակ շուրթերով արտասանված այս աղոտ ցանկությունները։
Հուշերս կրկին ձեզ մոտ են բերում, հիշեցնում են ինձ տաքուկ վարքյաններ, որոնք գալիս են լուռ ու անց են կենում ու ինձ թողնում են ջերմությունը ձեր։ Կար մի ժամանակ, աշակերտ էի ես, դուք էլ ուսուցիչ գիտելիքի ծով, անցան օրերը մեծացա անտես, մնացիք հոգուս լույս բերող, բռնել եք ձեռքս ընկնելու պահին, օգնել վեր կենալ առանց տանջվելու, դուք արժանի եք ամեն վարքյանը Աստծո օրհնությամբ խաղաղ ապրելուն։ Այո, այսպիսին է մեր դասարանը, մի քիչ խենթուխելար, միշտ ժպտացող, միշտ սպասելի ու միայն դրական մարդկանցով լի։ Մեր դասարանում անսպառ են, երգն ու պարը, խինդն ու ծիծաղը, ինչպես ցանկացած միջոցառում, մերը նույնպես ունի իր խորագիրը։ Այդ խորագիրն է եսը, որը ձուլվեց մեծ մենքի հետ, ձուլվել մենքի հետ այդքան էլ հեշտ չէր, եւ այդ գործում մեզ օգնության եկավ Բարև ձեզ։ Անգիրը սովորել եք։ Պարզա։ Ռոբերտ Ոտքի, անգիր 10։ Ես իմ բարի Մկրտչյանի նրբանկատ քայլն եմ սիրում։ Երբ մտնում են նա դասարան, նրա տված դասն եմ սիրում։ Ինձ նախատող, խրատ տվող նրա քնքուշ ձայնն եմ սիրում ու երբ դասից ուշանում եմ, նրա ջղային ձայնն եմ սիրում։ Վարդան դու ասա։ Ինչեր ասես, որ չեն արել այդ ձեռքերը, Մայցյանի մեջ երկուսներս ոնց են շարել այդ ձեռքերը, ու սեղանին ոնց են զարկել այդ ձեռքերը, բայց եւ դասը մանրակրկիտ բացատրել, գրատախտակին գրել ջնջել, մեզ կրթել են այդ ձեռքերը, Մկրտչյանի սկավիճոտված նուրբ ձեռքերը։ Թափառում եմ թափառում, արի շուտարի Արմեն, հիմա քեզ ենք լսում։ Պատմությունը գլխիս մեջ, հայերենը շուրթերիս, հանրահաշիվն իմ մտքում, քիմիան հենց նենսունքիս մեջ, ռուսերենը խառաշո, գրականությունը ջրի պես, ֆիզիկան հենց իմ օրենքով։ Համես շարունակի։ Աշխարհագրությունը ծովից ծով, երկրաչափությունը հարթ գծեր, եկեղեցու պատմությունը աղաչվում է մոգնիր Տեր, համաշխարհային պատմությունը չինացի եւ հնդիկներ, ռազմի դասին միշտ պատրաստ զենք քանդել հավաքելու, անգլերենը ողջ ժամին ես լսեցի shame on you։ Ես ընկերն եմ Արմենի, թե չէ դուրը չէի թակի, ես չեմ ուզում վնասեմ, կլինի Արմենի բան ասեմ։ Չի կարելի չէ, չի կարելի Խնդրում եմ քեզ ինձ մի մերժիր Կնա հեռացի Ընկեր Մկրտչյան, թույլ կտաք տուն գնալ Գնամ Ինձ բացակա չտնեք Քո բացականը չեմ ների Արմեն անգիրից սովորել ես։ Այն մատասինք չէ էլի Նյետ Նվեր իսկ դու սովորել ես, արի գրատախտակի մոտ։ Աստված ինձ մի ճապատում Խնդրում եմ ես աղեգետում Միթե վերջին ծուլիկն եմ ես, վերջին ծուլիկն այս դպրոցի, միթե չկա ինձնից զանել, որ երկուսներ ունի շատ-շատ։ Ինչ է կատարվում, ես չեմ հասկանում Որքան ներեմ, որ մեկիդ ներեմ, ես չեմ կարող 100 ճակատով ձեզ համար պայքարել, ամեն անգամ Կերկարապետյանի մոտ ձեզ արդարացնում եմ, չի լինի ձեզ մի քիչ լավ դրսևորը ինձ էլ հարգեք, ես ձեր համար այդքան բան եմ անում։ Չաշխարես դու, քեզանից չկա չի լինելու Երիք է շողոքորթեք, միևնույն է դպրոցը ավարտելու եք գնաք, ինձ էլ մոռանաք։ Ես առանց քեզ, կապրեմ առանց ալիվի Ես առանց քեզ, մենակ մնամ երևի Ես առանց քեզ
եկան մոկած հարսներ հարալու Տենց որ շորալով գալիս ես, դասին պատրաստ ես։ Դե իհարկե նստիր, երկուսներիդ այսօր նշանակելու եմ։ Ժողովուրդ, այսօր վերջի ժամը չենք անում, տուն ենք գնում։ Ջան, այսօրվա պես օր չկա, ուրախությանը սահման ու չափ չկա Վայ, մեր կյանքում վատոր չկա, երջանիկ եմ այսօրը վկա Բայց այսօր հնչում է վերջին զանգը Ավարտվեց մի պատմություն ու դարձավ հիշողություն Սա մեր դպրոցն է, սա մեր դասարանն է, մենք բոլորով սովորում ենք այստեղ, սա ձեզ համար օրինված մի նոր երգ է, որը սիրով կատարում ենք այստեղ, սա մեր ընկեր Արմեն Հովսեփյանն է, նա երազում է գնալ Մադրիդներ, նրան զույգույրեր Զոյան ու Սոֆյան են, նրանց տարբերել է մեզ համար շատ բարդ էր Հենց այսպես էլ անում է մեր սիրած դպրոցում Հենց այսպես էլ անում է մեր սիրած դպրոցում Սա Նարինեն է, սա Էդումեն, սա Լյուդմիլան է, իսկ սա Քրիստինեն Կույր ու եղբայր Սուսիկն ու գագիկն է, սա էլ համեսն է, սիրում է երկել Սա մեր ուշկույր, սիրուն Միլենան է, սա էլ Վարդանն է, ճաշ է եփել Սա Ալարկոտ, Արեն Համբարյանն է, նա դասերի ժամանակ է քնել Հենց այսպես է կանչում է, մեր սիրած դպրոցում Երևանցի Ռոբերտ Ատիկյանն է, սա մեր Սարգիսն է, սա էլ Նորոն, սա էլ Տիգրան, Աղաբեկյանն է, երեկոյան է, միշտ է մոտում, սա Սաթենիկ, Հակոբյանյանն է, սա Լարիսան, իրարից անբաժան, սա Մագոյան, Անուշն ու Էմանն է, Սա Ռաֆայելն է, էլի Մագոյան Հենց այսպես էլ անում է մեր սիրած դպրոցում Հենց այսպես էլ անում է մեր սիրած դպրոցում Երեսկուտի Անուն Դանելյանն է, սա էլ Վարդերն է, ու շուշ ենք տեսնում Սա Մերերիկ Ադեգոսյանն է, շալխելով մարդեր մեր դասարանում Սա մեր Լիլիթն է, սա մեր Ասյան, սա էլ Արենը, ու մոր է անում Սա Լուսինեն է, մեր լավ ընկերն է, մենք բոլորով մեր դերերն ենք խաղում Հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած դպրոցում Հենց այսպես էլ ապրում է, մեր սիրած դպրոցում Սա շատախոս, նվեր
մեր Ադամյանն է, նա իր մազերը երկար է պահում, սա մեր դասվեր, ընկեր մկրտչյանն է, մեզ բոլորիս շատ է սիրում, ով մեզ ներեն բոլոր ուսուցիչները, ում անունները մենք չենք նշում, թող որ լսեն նրանք մեր այս երգը, ու թող մնան մենք իրենց սրտերում, սա մեր ընտրած ուրախ վերջաբանն է, սա պատասխան ամեն դեպքերում, սա մեր դպրոցն է, մեր դասարանը, մենք բոլորին շատ ենք սիրում, հենց այսպես է ճանչվում է, մեր սիրած դպրոցում, հենց այսպես է ճանչվում է, մեր սիրած դպրոցում։ Դու մեր ջուրընկալ ու սիրելի դպրոց, կմնաս այսպես կրնկիդ վրա բաց ու ձեռքերդ բաց գրկելու ամեն մի աշակերտի, որ ոտք է դնում քո շեմին, ու այսպես միահամուռ մի ընտանիքի պես կճանապարհես հերթական շրջանավարտներին։ Ուր կտանի կյանքի ճամփան դարձի, մեզնից ոչ ոք հաստատ հստակ չգիտի։ Դուք ուսանել եք ապրել գեղեցիկ, ազնիվ ու արդար, երազով բարի, եւ պիտի տանենք պատգամը ձերվե։ Կյանքը ապրելու, հպարտ, բաշճակատ, ստի, կեղծիքի, չարի դեմ կռվել եւ ապրել որպես լավ, իսկական մարդ։ Այսօր երբ հուզմունքն ու թախիծը իրար են խառնվել, մենք ուղղակի լուրջ մտածում ենք, կյանքիս այս փոքրիկ հատվածը այնքան բան տվեց ինձ։ Տղերք, կամա մեծանում ենք, վերջերս մտքերի տեղատարապ եմ մոտս, տեղս չեմ գտնում։ Գիտեք տղերք, վերջերս ես էլ եմ մտածբախ, ամեն օր երբ նայում եմ հայլու մեջ ինքս ինձ, հարց եմ տալիս, իսկ ով եմ ես, հայլուց այն կողմ կանգնած ասում է, հայ, հասկանում ես, հայ, հետո ես նորից եմ նայում նրան, բայց այն լուռ է, հասկանում եք, նա լուռ է։ Գիտես, դա միայն քեզ հետ չի կատարվում։ Ես էլ եմ հաճախ ինքսից տանջում, իսկ ինչ կարող եմ ես անել։ Հայելուց այն կողմ կանգնած ասում է, որ ոչ թե կարող ես, այլ պարտավոր ես։ Պարտավոր ես պահել քո հայրենիքը, քեզ բաժին հասած մի բուռ հողը։ Մենք ապրելու ենք ինչ էլ որ լինի, մեր հողի վրա մերն ենք լինելու, մեր անտեր գլխի տերն ենք լինելու, մենք ապրելու ենք ինչ էլ պատահի։ Ներնում է արդեն դարն ասկատաղի, որ մեր պատրանքն էր ողում հինելու, մենք ապրելու ենք ինչ էլ պատահի, մեր հողի վրա մենք ենք լինելու։ Հայաստան ասելիս այտերը սայրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակը սաղկում է, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աչքերս լսվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս մահնելու մշունն է, կամ կմնամ այստեղ։ Փառք քեզ հայ զինվոր, որ ապահովում ես մեր բոլորի խաղաղությունը։ Հայրենիքի համար դարերի վեր հայքաջորդիները պայքարել են, եւ նրա ազատության համար հայրենիքի զոհասեղանն են դրել մինչև անգամ ամենաթանկը, իրենց կյանքը։ Այդ քաջորդիներից անմասն չի մնացել նաեւ մեր համագյուղացի Էրիկ Մխիթարյանը։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, ով ծնողներ կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, ով ունեցան կորցրին։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրեցին մանկություն։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ։ Խոնարհվում եմ ես վերջապես նրանց առաջ աշխարհում, որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն։ Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ։
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեր դասարանի տղաները պետք է գնան բանակ, իրենց պարտքը տալու մեր հայրենիքին։ Աստծո կամոք թող խաղաղություն լինի հայոց աշխարհում եւ նրանք պատվով ծառայեն եւ վերադառնան տուն։ Փառք ու պատիվ մեր բոլոր ժամանակների հերոսներին։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր այսօրվա խաղաղության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակը։ Շնորհակալություն։
է մեր հրաժեշտի խոսքը։ Այսօր ավաղ պիտի գնանք։ Ինչ տարօրինակ զգացում է։ Դասի նստած երազում ես, որ զանգը հնչի, մի գժություն անես, մի հատ էլ բողոքում ես, թե դասամիջոցը կարճ է։ Իսկ հիմա արդյոք մենք ուզում ենք, որ այդ զանգը հնչի։ Չէ՞ որ այս դասամիջոցը շատ երկար է լինելու։ Չգիտեմ, ուզում ենք։ Ամեն տարվա վերջին զանգը սովորողի համար թանկ է, բայց նաև գիտենք, ինչին կա սկիզբ, կա նաև ավարտ։ Ամեն Մարիամուտ ունի լուսաբաց, բայց անցած տարիները չունեն վերադարձ։ Մեր ճանապարհները այսօրվանից կբաժանվեն, բայց մենք երջանիկ ենք, որ մեր կյանքի ամենալուսավոր հատվածի ուղեկիցները եղել եք դուք, մեր սիրելի ուսուցիչներ։ Շնորհակալություն անգին հուշերի, ջերմ օրերի, սիրո, հոգատարության եւ անմնացորդ նվիրումի համար։ Շնորհակալություն մարդկային արժանինքների, այն մեծ պաշարի համար, որ այսօր տանելու ենք մեզ հետ։ Դուք լույս եք տալիս ու չեք սպառվում, ասես արևի մասնիկ կա ձեր մեջ։ Դուք ժամանակի հետ քայլում եք այդպես, բյուր սերունդներին ուղեկից որպես։ Ու ձեր պարգևած լույսի մեջ լույսով ձեզ են գովերքում այսօր ուսուցիչ, դուք արևի պես մնաք լուսավոր, դարը դարի հետ կապող ուսուցիչ։ Փոթորիկը ոչ թե նավին, այլ հմուտնավավարին է խոնարհվում։ Ձեր շնորհիվ, ընկեր Կարապետյան, ընկեր Գրիգորյան, ձեր դպրոց կրթանավը իր լուսավոր ափերին գտնում է գիտության լուսավոր փարոսը։ Դուք տարաք մեզ դեպի այդ լույսը, փոխարենը դուք մեզնից ընդունեք մեր ամենամեծ երախտիկը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, ընկեր Կարապետյան։ Ցանկանում ենք նաև խորին շնորհակալություն հայտնել ձեզ, ընկեր Գրիգորյան։ Դուք ձեր մեծ ներդրումն եք ունեցել մեր դպրոցում։ Շնորհակալ ենք։ Ձեր անսպառ նվիրումի, սիրո ու հոգատարության արդյունքում է, որ դպրոցական տարիները այսքան անհոգ, ուրախ եւ հագեցած են եղել։ Եղեք առողջ եւ երջանիկ, շարունակեք շենացնել մեր դպրոցը։ Շնորհակալ ենք անչափ։ Համար, որ այսքան տարի մեզ հետ եք եղել, որ սխալներն եք ուղղել մեր հաճախ, որ սրտացավ եք եղել մեզ համար։ Ձեր խորհուրդները ուղեկցել են մեզ։ Շնորհակալություն, ընկեր Աջամյան։ Երբ նայում եմ ձեր աչքերին, որ լցված են բարությամբ, թվում է թե աշխարհում չկա ոչինչ այնքան թանկ։ Տվել եք մեզ խրատներ, բազում անհամար, խորհուրդներով ձեր բարի, հարթել կյանքի ճանապարհ։ Մարդ եք դուք, մարդ իսկական, ունեք մի սիրտ անաղարտ եւ սփռում եք ամենուր, ձեր հոգուլույսն անաղարտ։ Երբ նայում եմ ձեր աչքերին, հոգիս լցվում է խինդով, թվում է թե ամեն ինչ սկսվում է նախ ձեզանով։ Շնորհակալություն, ընկեր Աջամյան։ Տանում է դպրոցի բեռը։ Գիտենք, ձեզ վրա է ողջանությունը։ Գիտենք, ուզում եք դպրոցը լինի մաքուր, արտակարգ, անբիծ, անթերի։ Ջանք չեք նայում դուք դրա համար։ Հսկում եք, խոսում, հաճախ զայրանում, սակայն գիտենք նաև, որ ամեն պահի հույսն ու հավատն եք մեր դասարանի։ Շնորհակալություն, ընկեր Համբարյան։ Հիշում ես Տիգրան, մեր միջոցառումը խորագիր ունի, եւ այդ խորագիրն է եսը, որը ձուլվեց մեծ մենքի հետ։ Ձուլվել մենքի հետ հեշտ չէր, եւ այդ գործում օգնության եկաք դուք, ընկեր Ղուլինյան։ Դուք ասացիք. «Չմտածես, յուրաքանչյուր հարցում միասին ենք եւ յուրաքանչյուր խնդիր միասին կլուծենք»։ Շնորհակալ եմ անչափ։ Դուք ինձ ժպտացիք եւ ասացիք բարի գալուս։ Դուք ինձ տվեցիք սեր ու հոգատարություն, ջերմություն ու քնքշանք։ Շնորհակալ ենք անչափ, ընկեր Ղուլինյան։
Այբուբենը նոր հնչեր իմ շուրթերից մանկական, հրաշք լիներ կրկնվեր, այն հրաշք իրական։ Եկա դպրոց, դու ինձ գրկեցիր ու ասացիր, դու իմ մասնիկն ես, դու կարողացար իմ ուժերի նկատմամբ հավատներ շնչել ինձ մամ ջան, շնորհակալ եմ։ Ես եկա դպրոց, դու դարձար իմ առաջի ուսուցիչը եւ ինձ ասացիր, այստեղ, այս պատերի ներքո, դու կդառնաս ավելի խելացի ու իմաստուն։ Շնորհակալ եմ, մամ ջան։ Հրաշք լիներ կրկնվեր, այն հրաշքն իրական, նորից նա ձեռքս բռներ, որ ինձ տաներ դասարան, շնորհակալություն ընկեր Մակարյան։ Համաձայնեք, որ այս տարիները չէին լինի այսքան լուսավոր, անհոգ եւ պայծառ, եթե մեզ հետ, մեր հենարան եւ մեր կողքին չլինեիք դուք, մեր սիրելի, մեր ամենաբարի, մեր ամենահոգոտար, իմ միակ, մամ ջան, ընկեր Մկրտչյանս։ Ձեզ շնորհակալություն պետք է ասել միշտ, միշտ ու միշտ, թե հիմա, թե վաղը, ու երանի թե 100 տարի հետո էլ։ Ապրեք առողջ, ապրեք երկար, եղեք մեզ հետ մեր կողքին, շնորհակալ ենք։ Ինչքան էլ որ ծուլանանք, դասարանում գիրք չբանանք, այնուհանդերձ ուզած անգլերենը մենք կիմանանք։ Գլոբալացման մեր այս դարում անգլերենն է ամենուր։ Thank you for all that you taught us. We sure did learn a lot. All the lauds and our time together will never be forgotten. We wish you luck. You are the best. That's what we say. In our hearts, you will remain. Thank you very much, Mrs. Silva. Thank you very much, Mrs. Nara. Любовь к русскому языку вы прививали, и правилам нас разных обучали. Где ставить точку, где дефис, где тире. Теперь мы знаем лучше всех. Спасибо, Мэри Гургеновна. Хотим спасибо сказать вам за заботу. Мы рады, что языку учили нас именно вы. Поблагодарить вас хотим от всей души. Пожелать вам, Лилия Владимировна, долгих лет и много сил. Спасибо. Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը, շտկում, ուղումներ, ուսուցումներ, այդքան աշխատանք այդ ինչպես է, որ ջանասիրաբար անում եք ու դեռ չեք հոգնում։ Մեր շատ սիրելի ընկեր Աֆրիկյան եւ ընկեր Ղազարյան, ձեզ առողջություն։ Շնորհակալ եմ ձեզ։
Ինֆորմատիկայի հիմա ուսուցչուհին շուտով կգա։ Նստենք գրենք լաբորատոր, որ չպատմենք դասը այսօր։ Գնանք խաղանք համակարգիչ, գրաֆիկներ գծենք մի քիչ եւ պատժվենք դասի վերջում մեկ է, մենք ձեզ շատ ենք սիրում։ Եթե այսօր կա ֆիզիկա, դասարանն է ամբողջ ներկա։ Մենք սիրել ենք ձեր դասերը, մեզ տված ձեր խորհուրդները։ Կհիշենք ձեզ ամեն վայրկյան, ապրեք ընկեր Դունամալյան։ Միշտ էլ սիրել եմ, երբ հետս եղել ես դու կմա Ձեր մտերմիկ ոճը, աչքերից հորդող լույսն ու ջերմությունը, քիմիայի լավ իմացությունը եւ ձեր անմիջականությունը մենք տանում ենք մեզ հետ եւ կհիշենք ողջ կյանքի ընթացքում։ Շնորհակալ ենք, ընկեր Դունամալյան։ Անչափ շնորհակալ ենք, ընկեր Դունամալյան։ Հայրենիքը մի սպասեք, օտարից կամ ճակատագրից, այսպիսին էր Գարեգին Նժդեի խոսքը առ հայրենիք։ Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող իրապես սիրել նրան, ասում է Ռաֆին։ Սիրելի ընկեր Մխիթարյան, շնորհակալ ենք մեր պատմությանը ծանոթացնելու համար, հայրենիքի նկատմամբ մեծ սեր սերմանելու համար, շնորհակալ ենք։ Մեր շատ սիրելի ընկեր Պապիկյան եւ ընկեր Հակոբյանյան, անչափ շնորհակալ ենք ձեզ մեզ աշխարհագրություն դասավանդելու համար, ձեր անսահման նվիրումի, մարդկային վեհ հատկանիշների եւ անմնացորդ սիրո համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Եկեք մեր դպրոց եւ դասեր առեք միայն նրանից։ Դասեր բարության եւ ազնվության, դասեր պարզության, մեծահոգության, նրա պես ներել զգալ իմացեք, նրա պես մաքուր ջերմ սիրտ ունեցեք, նրա պես մաքուր դուք մարդ մնացեք, բոլորիս սիրած, բոլորիս հասած, մեզ շատ օգնած ընկեր Կուրեղյան ջան, շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ընկեր Ադամյան, ավակ ընկեր եք եղել դուք հաճախ, ձեր խորհուրդները ուղեկցել են մեզ, մեր սուրբ հավատի լույսն եք դուք վառել մանկական մաքուր մեր հոգիներում եւ գիտեք հաստատ, ուր էլ որ լինենք, ինչ էլ որ դառնանք, առաքելական մեր եկեղեցու զավակներն ենք մենք ու միշտ կմնանք։ Շնորհակալություն ընկեր Ադամյան։ Հարգելի ընկերներ, այսօր ես ուզում եմ գնահատանքի խոսք ուղղել նաև իմ հայրիկին, ընկեր Խաչիկյանին։ Սիրտս լցված է անհուն հպարտությամբ եւ հրճվանքով, որովհետեւ նա նաև իմ ուսուցիչն է եւ սրանով ամեն ինչ ասված է։
Մեծ Ընթումանյանը մի առիթով գրել է. ամենալավ եւ ամենաթանկ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Այս տողերը ես այսօր կարող եմ կրկնել եւ ասել իմ հայրիկի համար եւ նշել, որ նրա կյանքն ու գործը անխզելիորեն կապված են Հայրենի գյուղի եւ համագյուղացիների հետ։ Հայրիկից մշտապես ներշնչել են Հայրենի բնությունն ու սուրբ ավանդույթները, նրան դարձրել համագյուղացիների հարազատն ու մտերիմը։ Հայրիկից պարզ եւ հասարակ ժպիտը ոգեշնչում եւ ջերմացնում է բոլորին, իսկ ինձ երջանկացնում։ Հայրս իբրև ամուր մի ժայռ, մայրս քնքուշ մի ծաղիկ, սիրտս ու հոգիս լույսով լցրած, պահապանն են իմ կյանքից։ Ես Սարգիս Մխիթարյանս եւ 12-րդ դասանի բոլոր աշակերտները սովորելով այստեղ, այս դպրոցում, ստանալով լիարժեք եւ կայուն գիտելիքներ, հանդիսավոր կերպով երդվում ենք բարձր պահել մեր հայրենիքի պատիվը, լինելով օրինակելի քաղաքացի եւ արժանի զավակ։ Հարգելի զինվեք, պարոն Խաչիկյան, վստահեցնում եմ ձեզ, որ ձեր մոտ ստացվել է մեր մեծ դրսևորել ճիշտ հայրենասերի եւ օրինակելի քաղաքացու կերպար։ Շնորհակալ ենք։ Ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի, եւ պահվածքը, եւ կեցվածքը, եւ մտքերը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մարդկային լիարժեք զարգացումը ներառում է ոչ միայն խորը գիտելիքներ, այլև ֆիզիկական առողջություն։ Ուստի այսօր ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, ընկեր Ափուջանյանին եւ ընկեր Թադևոսյանին։ Շնորհակալ ենք։ Ընկերներից առաջ եմ ասնում ու ձեզ նաև ասում եմ շնորհակալություն։ Ընկեր Ադամյան եւ ընկեր Էմա, գիտենք, հիմա ձեր սիրտը բերկրանքով է լեցուն, չէ՞ որ դուք եք անցել փորձություն։ Մի օր ստացված, մի օր չստացված փորձեր ու բարեր։ Շնորհակալ ենք ձեր համբերության, ձեր չարչարանքի ու սիրո համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել այն ուսուցիչներին եւ աշխատանքային գործընկերներին, ովքեր 12 տարիների ընթացքում եղել են մեր կողքին։ Ընկեր Անուշին, ընկեր Անիին, ընկեր Նարային, ընկեր Հայկուհուն, ընկեր Համեստին, ընկեր Աննային եւ ընկեր Ալինային։ Չմոռանանք շնորհակալություն հայտնել նաեւ գրադարանավարուհի ընկեր Գոհարին, ով ամեն տարի ապահովել է մեր դպրոցական դասագրքերը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն հայտնել Արևաշող համայնքի գյուղապետ Պերճ Պապիկյանին դպրոցին աջակցելու եւ մեզ չմոռանալու համար։ Պարոն Պապիկյան, մեր համայնքապետ, երախտապարտ ենք նաեւ մենք ձեզ։ Դուք միշտ դպրոցի կողքին եք եղել։ Ձեր աշխատանքը հայրենանվեր հպարտությամբ է մեր սիրտը լցրել։ Շնորհակալ ենք։ Ծնողներից թանկ եւ հարազատ մարդիկ չկան։ Ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է։ Սիրելի ծնողներ, դուք մեզ տվել եք կյանք, սեր, հոգատարություն, ջերմություն եւ աջակցություն։ Շնորհակալ ենք։ Սիրելի ծնողներ, այսօր ձեր սրտերը հավանաբար լցված են հպարտությամբ ու մի փոքր տխրությամբ։
Այսօր մեր կյանքի մի կարևոր փուլի ավարտին ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր անսահման սիրո, հոգատարության եւ աջակցության համար։ Դուք մեզ ուժ եք տվել, երբ դժվար էր, հավատացել եք մեր կարողություններին, երբ մենք ինքներս կասկածել ենք, եւ մեզ ոգեշնչել եք ամեն քայլափոխի։ Ձեր նվիրումը, ձեր զրկանքները, ձեր անքուն գիշերներն ու հոգատար խոսքերը դարձել են այն ամուր հիմքը, որի վրա կառուցվել է մեր մանկությունը։ Ձեր սիրո շնորհիվ մենք հասանք այսօրվան, պատրաստ կանգնելով կյանքի նոր մարտահրավերների առաջ։ Սիրելի ծնողներ, մեր յուրաքանչյուր հաջողության մեջ ձեր ներդրումը անգնահատելի է։ Մենք խոստանում ենք միշտ գնահատել ձեր տված ջերմությունն ու դաստիարակությունը, լինել արժանի զավակներ եւ երբեք չմոռանալ այն արժեքները, որոնք դուք մեզ փոխանցել եք։ Երբ կքայլես այս աշխարհով ու կնայես քո հետքերին, չմոռանաս, որ դրանով պարտավոր ես ծնողներին։ Չմոռանաս, որ նրանք են քեզ այս կյանքը նվիրել, չմոռանաս, որ նրանք են օրորոցում քեզ օրորել։ Քո առաջին քայլից սկսած ձեռքդ բռնած կողքիդ քայլել, քո առաջին բառից սկսած քո բառերին իմաստ գտել։ Երբ կսիրես, չմոռանաս, որ մոր սիրուց ճիշտ սեր չկա։ Երբ կխոսես, չմոռանաս, որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա։ Ու թե քայլերդ քեզ կտանեն այս աշխարհի բարձունքներին, չմոռանաս ծունկդ ծալես ու խոնարհվես ծնողներիդ։ Դու իմ մայր, աշխարհում չկան գին ու թանկ ուրիշ բառ, իմ աշխարհ անհամար ու անթիվ աստղերն անգամ չունեն լույսդ վառ, քեզ համար, քո սիրո համար, ես կասեմ իմ մայր, որ աջեր ծնվելու այս աշխարհը գար, քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ անջար, թող իմ սիրտը կիսեմ քեզ հետ երկար կյանք տան, քո կողքին անցած օրերը թանկ են այնքան, ու որդիդ կապրիր կյանքը հենց քեզ նման, քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ անջար, իմ համար աղոթք են քո խոսքերն ամեն ժամ, իմ ուսին քո ձեռքն է հոգուս մեջ քո երգը, միշտ կողքիս, միշտ ինձ հետ իմ մայր, ինձ ասա, խոստացիր, որ իմ կողքին կապրես դու երկար, ինձ կրկիր ու ասա, ինչ երաս կամ անջանքո հոգում անկատար, քեզ համար, քո սրտի համար, կվարվեմ անմար, որ կարոտն ու ցավը քեզ դառնան օտար, քանի ես ապրում եմ ու կողքիդ եմ անջար, թող իմ սիրտը կիսեմ քեզ հետ երկար կյանք տան, քո կողքին անցած օրերը թանկ են այնքան, ու որդիդ կապրիր կյանքը հենց քեզ նման, քանի ես ապրում եմ իմ հավատքն ես մանջան, իմ համար աղոթք են քո խոսքերն ամեն ժամ, իմ ուսին քո ձեռքն է հոգուս մեջ քո երգը, միշտ կողքիս, միշտ ինձ հետ իմ մայր, ապրում եմ ու կողքիդ եմ անջար,
թող իմ սիրտը կիսեմ քեզ հետ երկար կյանք տամ, քո կողքին անցած օրերը թանկեն այնքան, ու որ գիտք ապրիր կյանքը հենց քեզ նման, քանի ես ապրում եմ իմ հավատքն ես մամ ջան, իմ համար աղոթք են քո խոսքերն ամեն ժամ, իմ ուսին քո ձեռքն է հոգուս մեջ քո երգը, միշտ կողքիս, միշտ ինձ հետ իման, միշտ կողքիս, միշտ ինձ հետ իման։ Արևաշողի միջնակարգ դպրոցը ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, յուրաքանչյուր դասարան հիշվում էր իր առանձնահատկություններով, իսկ ինչպիսին էինք մենք, կես կատակ, կես լուրջ, մենք եղել ենք դպրոցի աչքի լույսը, օրը սկսվում էր հումորով, նորից ավարտվում հումորով։ Տարիները գլորվեցին, մենք հասակառանք, մեծացանք, բայց դել ինչ լրջացանք, էլ ինչ վերջին զանգ, եթե չհիշենք մեր դպրոցական տարիների արկածներն ու չարաճճիությունները, արդյոք մեր դասարանը լավն էր։ Մեր դասարանը այնքան լավն էր, որ ճաշարանից չէր տարբերվում։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ տնօրենը սերտորեն կապեր ուներ ԿԳԲ-ի հետ։ Մեր դասարանը այնքան լավն էր, որ երբ մեր դասերը ավարտվում էին, մեր դասղեկը ուրախանում էր։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ միս Սիլվան մեզ համար ոչ թե անգլերենի ուսուցիչ էր, այլ հոգեբան։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ արդեն 5 տարի էր ընկեր Աֆրիկյանը հրաժարվում էր մեզնից։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ մի գիրքը հանձնելու ժամանակ 5 անգամ էինք հանձնում։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ հունվարի 28-ին տղեկին նվեր առնելու համար իրենցից էլ էին փող վերցնում։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ ընկեր Պապիկյանը մեր կենացը խմելուց մեզ իր դասարանից դուրս հրավիրեց։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ դասերին պայուսակները ավելի շատ էին ներկա լինում, քան մենք։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ մեր հետ մրցակցող այն դասարանը արդեն հանգիստ շունչ կքաշի։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ մեզ մենակ քիմիայի դասատուն չի կարոտելու, ընկեր Դունամալյան։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ պարգևին աղուհացով ու ծափարություններով ենք դիմավորում։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ ամեն մեկի սնունդը տարին մի քանի անգամ էինք նշում, որ դաս չանենք։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ խմբային աշխատանք անելը իրականում մաֆիա խաղալն էր։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ դուխիների հոտի պատճառով կեսապիտասը 20 րոպե ուշ էինք սկսում։ Մեր դասարանն այնքան լավն էր, որ հիմա ինչ ուզում ասում ենք ու գիտենք, որ չեք նեղանալու։ Մեր դասարանը այնքան լավն էր, որ սրանից հետո մեզ երանի եք տալու։ Եվ վերջապես, մեր դասարանն այնքան լավն էր, որ կիրակի օրն ենք անում 25-05-25 գոլդ, ինչպես մենք։ Քիչ է լինում եւ նույն պահին եւ ուրախ ենք եւ տխուր։ Հենց այդպիսի վարքյան է մի դպրոցական վերջին զանգը։ Ուրախ ենք, որ ավարտում ենք, տխուր ենք, որ ավարտում ենք, ասես լաց ու ծիծաղ լինի դպրոցական վերջին զանգը։ Եկանք այստեղ 6 տարեկան, 17 ենք գնում սակայն, ասես լինենք կայարանում, ուր պատրաստ է գնացքը մեր, փոքրիկ էինք, անմեղ, արդար, հիմա մեծ ենք հակասական, հասունության նախերգանքն է դպրոցական վերջին զանգը։ Շատ սիրելի ուսուցիչներ, մենք գնում ենք, դուք մնում եք, եւ վարվում է մեր սրտերում պատանեկան ափսոսանքը, որ ձեզ հաճախ չենք հասկացել, չենք մտածել, մեծանում ենք, եւ ձեր կյանքն էլ կարճ է, ինչպես դպրոցական վերջին զանգը։ Ախ մեզ համար ամենաերկար դասամիջոցը սկսվում է, սակայն միթե կմոռացվի մեկտեղ ապրած 12-ամյակը, հրաժեշտ ենք տալիս մենք ձեզ, բայց հուշերին անհնար է, եւ ավելին, թող մեզ կապի դպրոցական վերջին զանգ։ Սիրելի ուսուցիչներ, եթե մի օր գանու ասեն մոռացել ենք, չհավատակ, մեզ մոռանալ գուցե լինի, բայց ասացեք, ոնց մոռանամ մանկությունս, կարոտներս ես ում պահտամ ու մոռանամ ձեզ հետ ապրած անհոգ կյանքս, երազանքս, որ թողեցի այդ օրերում, բայց տանում եմ իմ մեջ որպես մի նպատակ, դուք կաք իմ մեջ, իմ անբաժան հյուսվածքի պես, եթե մի օր գանու ասեն մոռացել եմ, չհավատակ, ձեզ մոռանալ ասել է թե ես մոռանամ մանկությունս։
Սիրելի դպրոց, դու այս մեծ կյանքի օվկիանոսում մեր խաղաղ նավահանգիստն ես եղել։ Քեզ անվարան երթ ու մեծ հեղինակություն ենք ցանկանում։ Իսկ դուք, մեր սիրելի ուսուցիչներ, որ մեզ ջանք ու եռանդ եք ներդրել, որպիսի դաստիարակեք պատվավոր եւ արժանի սերունդ, խոնարհվում ենք ձեր առջև։ Ու դա թող փոխարինի այն խոսքին, որ խոր հուզմունքից դեմ է առել մեր կոկորտում ու արցունք դարձած հոսում է մեր աչքերից։ Իսկ մեր միտքը կարծես գոռում է, չեմ ուզում, բայց այժմ ստիպված ենք ասել մնաք բարով։ Ահա մոտեցավ հրաժեշտի պահը, եւ մենք հուզված ենք ու շատ տխուր։ Հարազատ մեր դպրոց, մեր տուն, մեր օրրան, մնաս բարով Հավիտյան։ Մնաք բարովի խոսք ունի ասելու նաև մեր շատ սիրելի դասղեկը, ընկեր Մկրտչյանը։ I had 9 lives, but I lost all of them. And I've been searching in the night, and I've been searching in the rain. I tried to find them, but they disappeared. They walked away, they dressed in black, they left my side. And all I say is that I wasted time when I look for them. For now I know that things gone past are never to be found again. No, never, never again. I had 9 lives, but lost all of them. Այսօր մեզ բոլորիս համար հիշարժան օր է։ Աստծուն պետք է շնորհակալ լինենք այս գեղեցիկ օրվա, այս միջոցառման, այս հրաշք սերնդի համար։ Յուրաքանչյուր դարաշրջան նախորդի շարունակությունն է, եւ ուրեմն պետք է ճանապարհ հարթենք ապագայի համար, չմոռանալով անցյալը։ Ինչպես Պաուլ Սևակն է ասել, պատահաբար են հանդիպում կյանքում անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս։ Այո, այսօր ես ձեզ անհրաժեշտաբար հրաժեշտ եմ տալիս, հրաժեշտ անընդհատ ձեզ հանդիպելու, ձեզ նորից ու նորից լսելու հույսով ու ակնկալիքով։ Ես, որ տարիներ շարունակ դասավանդել եմ ձեզ, զարմանալիորեն այսօր հուզվում եմ այնպես, կարծես առաջին անգամ վերջի զանգի մասնակից եմ դարձել։ Այսօրվա վերջին դասը ես այլևս երբեք ձեզ չեմ հարցնելու, բայց դրա պատասխանը ակնկալելու եմ ձեր ողջ կյանքի ընթացքում։ Ես ուզում եմ, որ դուք ապրեք քրիստոնյային վայել կյանքով։ Բավական է միայն կյանքում առաջնորդվել աստվածաշնչյան 10 պատվիրաններով, եւ դուք արդեն իսկ մոտ կլինեք Աստծուն եւ ձեր ձայնն էլ կհասնի նրան։ Ապրեք մաքուր խղճով։ Ես ուզում եմ, որ դուք չվարակվեք դարի սամբուժելի հիվանդությամբ, որը կոչվում է եսապաշտություն, եսամոլություն։ Մի հիվանդություն, երբ մարդն իր մաշկից այն կողմ ոչինչ չի տեսնում եւ ոչինչ չի զգում։ Հոգատար եղեք ձեր շրջապատի նկատմամբ, ձեր ընկերների, ձեր հարևանների, ինչու՞ չէ նաեւ անծանոթների հանդեպ։ Քասրացրեք կյանքը ձեր ջերմությամբ, ինչպես Իսահակյանի Օհանամին էր ասում. շաքարը գցում էր չայի մեջ, կորչում, անհետանում է, բայց դրանից չայը քաղցրանում է։ Բարի գործն էլ այդպես, դառը կյանքը քաղցրացնում է։ Քաղցրացրեք դառը կյանքը ձեր քաղցրությամբ, ձեր ջերմությամբ, ձեր բարությամբ։ Աշխարհին հիմա բարություն է պետք։
Անտարբեր մի եղեք ոչ մեկի նկատմամբ, ապրեք կյանքը թեթև, ուրախ եւ արհեստականորեն մի բարդացրեք իրականում շատ բարդ դարձած այս կյանքը։ Ես ցանկանում եմ, որ կատարվեն բոլորիդ մեծ ցանկությունները եւ նվիրական երազանքները, առողջ լինեք ու երջանիկ, գոհ ու բավարարված զգաք ձեզ կյանքում։ Ցանկանում եմ, որ մեր տղաները ծառայեն խաղաղ երկնքի տակ, ուսման ճանապարհն ընտրած բոլոր աշակերտներին հաջողություններ եմ մաղթում եւ ուզում եմ, որ բոլորդ էլ ունենաք ամուր ընտանիքներ։ Ասում են, երբ մի բան շատ ես ուզում, ոչ տիեզերքն օգնում է, որ այն կատարվի։ Ուրեմն, թող տիեզերքն օգնի, որ բոլորիս ամենալավ ցանկություններն իրականանան։ Աստծո աչքը ձեզ պահապան, իմ սիրելի, իմ անչափ սիրուն ու գեղեցիկ, իմ բարի շրջանավարտներ։ Ուզում եմ շնորհավորել նաև ձեզ, սիրելի ծնողներ։ Կարծում եմ, այսօրը բոլորիս համար էլ հուզումնալից օր է, չէ՞ որ ձեր երեխաների հետ ավարտում է նաև իմ տղան։ Ձեր եւ իմ կյանքում սա երրորդ աննկարագրելի զգացմունքների ու ապրումների օրն է։ Մենք այսպես հուզված էինք 18 տարի առաջ, երբ ծնվել են մեր երեխաները, 12 տարի առաջ, երբ նրանց ձեռքից բռնած հպարտությամբ դպրոց ենք բերել, եւ այսօր, երբ նրանք դարձել են հասուն տղաներ ու աղջիկներ եւ ավարտում են դպրոցը, բայց կարծում եմ նաեւ, որ այս մի հուզմունքը տագնապալից է, որովհետեւ եթե մինչեւ այժմ մենք մեզ համարում էինք նրանց պահապաններն ու Տերը, ապա հիմա գիտենք, որ նրանք, որպես հասուն մարդիկ, հեռանում են մեզանից եւ սեփական քայլերն են անելու կյանքում։ Ես ցանկանում եմ, որ մեր երեխաների անցնելիք ճանապարհը, ճակատագիրը ու կյանքի ուղին հանգստություն եւ հրճվանք բերի մեր սրտերին, բարի երթ, խաղաղ երկինք ու կանաչ ճանապարհ, սիրելի շրջանավարտներ։ Ախ, նորից բարի ճամփա, ախ, նորից մնաս բարով, մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով, գնում ես, չես էլ ասում, թե մեկ էլ երբ ես գալու, եկար էլ, ինչ իմանամ, ու մոտ ես մեղքը տլալու, ներիր ինձ, դու իմ բարի, իմ խելոք ու իմ համար, հարկադիր այս ծիծաղի և թաքուն լացի համար, գնում ես, էլ ինչ ասեմ, սովոր եմ կդիմանամ, թող կուրծքս մի քիչ ցավի, որ սրտիս տեղն իմանամ, մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով, ախ, նորից բարի ճամփա, ախ, նորից մնաս բարով։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանի մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուր անհոգ էինք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կան ու դարձել ես վերջին ձան դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կան ու դարձել ես վերջին ձան Ես կողքի ակում ենք մենք կրվել Տախերքով մեկ դասից պախել Ոչ ավել ու ոչ պակաս Ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ռախացել Խեն սիրել եմ կամել ուշացել Իմ դպրոց հավերժ կանգնած Հեռանում եմ ես անդարձ Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ անցան
պրոցի ճամփան հոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան հոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Այժմ ցանկանում ենք բեմ հրավիրել Արևաշողի միջնակարգ դպրոցի տնօրենին, ընկեր Կարապետյանին։ Միացրած է, լավ։ Ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի շրջանավարտներ, երբ որ դուք ասում եք, որ դուք ամենասիրելին եք, ամենևին չէիք ստում։ Հարգելի ծնողներ, հարգելի ուսուցիչներ, ավարտվեց եւս մի ուսումնական տարի։ Մեր աշակերտների համար ավարտվեց մի կյանքի պատմության մի փուլ, մի գլուխ։ Իրենք երբ որ նայում էին նկարներին, երբ որ նայում էի իրենց նկարներին, որոնք թերթվում էին, ես հասկանում էի, որ գրվել է իրենց կյանքի պատմության մի գլուխ, որը կոչվում է պատանեկություն։ Սկսվել է մանկությունից եւ ավարտվել պատանեկությունով։ Այդ պատմության ընթացքում ուսուցիչները եւ ծնողները ջանասիրաբար փորձել են խմբագրել եւ ուղղորդել իրենց կյանքը ավելի հեշտ, ավելի լավ հունով ընթանալու համար։ Մեր աշակերտները այնքան լավն են, մեզ դեռևս այնքան հպարտանալու առիթ կտան, երբ որ ես կարդում եի իրենց նշանաբանը եւ տեսնում, որ գրված է եսը, որը ձուլվեց մեծ մենքի հետ, հասկանում էի, որ այլևս գրվելու է նոր պատմություն, որը ավելի մեծ է լինելու, որը մեր երկրի պատմության համար նոր էջ է լինելու եւ յուրաքանչյուրդ ունենալու եք այնտեղ ձեր կյանքի մեկ տողը գոնե։ Դուք այն մարդիկ եք, որ կկարողանաք փոխել մեր երկրի ապագան։ Ես վստահում եմ ձեզ, երբ որ հպարտությամբ մեր տղաները հերթով կանգնում էին միմյանց կողքի եւ խոստանում, որ կպաշտպանեն մեզ, եւս վստահում եմ ձեզ, հավատում եմ, որ վաղվա գալի ապագան դուք ավելի գեղեցիկ եք դարձնելու։ Շնորհակալություն բոլորիդ ձեզ, հաստատ չենք մոռանա, շատ եմ սիրում ձեզ։ Իսկ հիմա բեմ ենք հրավիրում մեր առաջին դասարանի դասվարին, ընկեր Ղուլինյանին։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ծնողներ, իմ շատ սիրելի կոլեկտիվ։ Իրոք իմ երեխաները համար առաջինն են։ Այս 40 տարվա ընթացքում ես ունեցել եմ շատ շրջանավարտներ, բազում շրջանավարտներ, բայց այսօր ես մեծ հպարտությամբ ասում եմ, դուք իմ համար առաջին շրջանավարտներն եք, իմ մշակույթային, իմ խելացի, իմ հարգանքով, իմ պատվով, իմ մարդ շրջանավարտներ, որ ձեր կյանքի ամբողջ ընթացքում Ինչպես Թումանյանն է ասել, բոլոր մասնագիտությունների մեջ համար առաջինը մարդ լինելու մասնագիտությունն է, դուք այդ մասնագիտությունը ընտրել եք դեռևս առաջին դասարանից։ Ես խոստացել եմ ձեզ, որ ձեզ հետ ձեր կյանքի բոլոր աստիճաններում լինելու եմ, տա Աստված, ես տեսնեմ ձեզ ընտանիք կազմած, ծառայած, կայացած մարդիկ, ձեր տարիքում երեխաներ, մենք եղել ենք երկրորդ կուրսի ուսանողներ, ձեզ հիմա խորհուրդ տալու ոչինչ չունեմ, դուք ավելին արեցիք, քան կարող էիք, սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, պաշտում եմ ձեզ շատ, այո դուք մեր կյանքում երկար եք հիշվելու, չունենք այսպիսին, և երևի չկա այլ սերունդ, որ կարող է փոխարինել ձեզ, ես հուսով եմ, որ կլինի այդպիսին, ուզում եմ հավատալ, բայց այս ուրիշ է, դուք ուրիշ եք,
համբուրում եմ բոլորիդ, հերթով գրկում եմ բոլորիդ։ Ծնողներ ջան, անչափ շնորհակալ եմ, որ ձեր երեխաներին այսքան գեղեցիկ միջոցառման կայացմանը մասնակից դարձաք։ Շնորհակալ եմ իմ կոլեկտիվին, որ երկար տարիներ մաքարել ու պայքարել են։ Թեկուզ կոպեկներով աշխատել ենք, անտրտունջ ենք աշխատել եւ վաստակել ենք այն, ինչը ունենք այսօր բեմի վրա։ Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիդ, ձեզ բարի երթ, բարի ճանապարհ, թող ձեր ճանապարհը կանաչ լինի, երկինքը խաղաղ եւ թող մարդը ապրի անհոգ ու երջանիկ եւ դուք հավետ հիշեք այս օրը։ Շնորհակալություն բոլորիդ։ Բեմ ենք հրավիրում եւ ծնող եւ առաջին դասարանի դասվար ընկեր Մակարյանին։ Ես նույնպես սիրելիներս շնորհավորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, սիրելի երեխաներ, իդեմս իմ աղջիկների, ես որպես ծնող, որպես մայր, ինչ կցանկանամ իմ երեխաներին, նույնը ցանկանում եմ ձեզ, սիրելի երեխաներ, թող շնորհավորում եմ ի սրտե, այս գեղեցիկ, այս կարևոր, այս լուսավոր օրվա առիթով, թող Աստված ձեզ ուղեկից լինի, թող Աստված ձեզ ուժ, առողջություն ու կամք տա, որպեսզի կարողանաք հասնել այն նպատակներին, ինչը որ դրել եք ձեր առջև։ Շնորհավորում եմ սիրելիներս, սիրում եմ ձեզ շատ, բարի ընձեզ։ Իսկ հիմա ցանկանում ենք խոսք տրամադրել ընկեր Խաչիկյանին։ Շնորհակալություն, սիրելի շրջանավարտներ, սիրելի ծնողներ, հյուրեր, գոլեգաներ, այսօր մեր աշխատանքի արդյունքը տեսնում ենք։ Ընկեր Մկրտչյան, շնորհակալություն, նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Երեխեք ջան, ձեզ հաջողություն, առողջ եղեք, ուժեղ եղեք, մեր լեռների պես բարձր ու վսեմ եղեք։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, ինչ կցանկանամ իմ աղջկան։ Նույնը ձեզ, հաջողություն ձեզ կյանքում, շնորհակալություն։ Ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ Ախ ես ոնց է ջերմակել, իմ դասատուն են ջահել, ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական Օրագիր, պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ձմեռ էր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե տուն նվիրական, տունս դու էիր կողքից, մանկության ընկերուհից, բայց այսօր արի ու տես
Ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով